Մեծ նպատակներ ու հավակնոտ ծրագրեր, որ հայկական կինոն նորովի զարգանա, Գագիկ Ծառուկյան հիմնադրամն ու ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան համագործակցության հուշագիր են ստորագրում։ Հուշագրի առաջին արդյունքը կերևավ ոչ ավել ոչ պակաս Կաննի կինոշուկայում։ Ֆիլմարտադրողների ֆեդերացիան միջազգային կինոփառատոնի շրջանակում ունենալու է իր տաղավարը։ Սա հաջողության ճանապարհին առաջին ու կարևորագույն քայլերից է։ Չափազանց կարևոր է մեզ համար ներկայանալ Կաննում գլխավոր հովանավորի հովանու ներքո, որովհետև գիտեք, ես անկեղծ լինեմ եւ պարզ ասեմ ձեզ, երբ հաջողակ մարդիկ աջակցում են ձեր ծրագրին, սա իհարկե անձնական իմաստով շատ լավ բաների մասին է խոսում, որ ձեր ծրագիրը լավն է, որ ձեր ծրագիրը դրական է, բայց ամենակարևոր բանը նա է, որ հաջողակ բիզնեսմենները, հաջողակ մարդիկ երբեք վատ ծրագրերի չեն աջակցում, այսինքն իրենց անունը այնքան կարևոր է, որ իրանք որևէ վատ ծրագրի կողքը չեն կանգնում, եւ եթե մենք ունենք նման հովանավոր, նշանակում է մենք ունենք բոլոր շանսերը մեր ծրագիրը իրականացնելու, հայկական կինոյի զարգացմանը նպաստելու, հայկական կինոն առաջ տանելու Կաննում։ Մեզ համար իրապես շատ խորհրդանշական է, որ Կաննի փառատոնում հայկական տաղավարի, հայկական ֆիլմ արտադրողների տաղավարի գլխավոր հովանավորչությունը մենք ենք ստանձնել, որովհետև առաջնային նպատակներից մեկը, ինչպես նաև պարոն Ծառուկյանի հետ զրույցի ընթացքում շեշտվեց, դա այն է, որ մենք կարողանանք Հայաստանը որպես գրավիչ վայր ներկայացնել այսպես համաշխարհային կինոարտադրողներին։ Հայկական կինոյի ոլորտում վակուում կա, աշխատանքի դաշտը մեծ է, նկատում է Ծառուկյան բարեգործական հիմնադրամի համակարգողը։ Մյուս կողմից մշակույթը երկրի կարևորագույն այցեքարտերից է, ուստի չպետք է լուսանցքում հայտնվի։ Հայաստանն ունի համաշխարհային բրենդ, որով կարող է ներկայանալ ու գրավիչ լինել կինոգործիչների համար։ Ես մեծ հույս ունեմ, որ հենց այս կինոփառատոնից հետո, Կաննի կինոփառատոնից հետո, որտեղ մենք հենց այդ բրենդով ենք հանդես գալու, Հայաստանը որպես քրիստոնեության բնօրրան, Հայաստանը որպես քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ընդունած հանրապետություն, փորձել ներգրավել եւ գրավիչ դարձնել ոչ միայն զբոսաշրջության, туриզմի զարգացման տեսանկյունից, որը նույնպես մեծ դաշտ է այսպես բավականին աշխատանքի, այլ նաեւ հենց համաշխարհային ֆիլմ արտադրողների համար այսպես գրավիչ դարձնել Հայաստանը եւ ներկայանալի դարձնել։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները, մենք ունենք այն մեծ պոտենցիալը, որով իրապես կարող ենք աշխարհին ներկայանալ, որովհետև որոշակի վերջին տարիների հայտնի իրադարձություններից հետո այսպես մեր տարբեր ոլորտներում դրսևորվող այս խեղճությունը, հենց բառի ամենաուղիղ ձևակերպմամբ խեղճությունը մեր համար չէ, հայերի համար չէ։ Մենք մշտապես ամբողջ աշխարհին ունեցել ենք ասելիք։ Հուշագրի նպատակն է աջակցել հայ ռեժիսորների ֆիլմերի վաճառքին, փառատոնային տարածմանը, արտադրության մեջ գտնվող ֆիլմերի համար գործընկերներ գտնել ու ամրապնդել նաև Սփյուռքի կինոգործիչների հետ գործակցությունը։ Սփյուռքում մեր կինոգործիչների ներկայությունը համաշխարհային կինոինդուստրիայի մեջ այնքան ահռելի է, այնքան մեծ է, որ եթե դրա 5%-ը մենք կարողանանք բերել Հայաստան, ի նպաստ Հայաստանի կինոյի, մենք ահռելի գործարած կլինենք։ Սրտացավության, պրոֆեսիոնալիզմի ու հետևողականության շնորհիվ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքին։ Սպորտի ոլորտն այս առումով լավագույն օրինակն է։ Ես շատ մեծ հույս ու լավատեսություն ունեմ, որ նաև հայկական ֆիլմ արտադրության ոլորտում շատ կարճ ժամանակ անց մենք կարողանանք խոսել, որ սրտացավության, պրոֆեսիոնալիզմի եւ արդյունավետ աշխատանքի արդյունքում եւս մենք ունենք ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ ամենատարբեր միջազգային հարթակներից Հայաստան բերած եւ դրանով հպարտության այսպես առիթ պարգեւած մեր բոլոր հայրենակիցներին։ Ես ուղղակի երազում եմ այդ օրը, որ այո, ինչպես դիմավորում են օլիմպիական չեմպիոններին, ինչ որ մեկին կդիմավորենք Բերլինի ոսկե արջով կամ Կաննի արմավենու ճյուղով կամ Վենետիկի առյուծով, դա անհավանական բան կլինի եւ տասված որ դա դառնա իրականություն, դրա համար էլ աշխատում ենք։ Այո։ Նոր հուշագրի կողմերը ձեռքբերումների մասին ավելի առարկայական ու մանրամասն կխոսեն արդեն մայիսի վերջին, Ֆրանսիայից վերադառնալուց հետո։ Էրմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։